Սեպտեմբերի 25-ի Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունի առաջացման պատճառների մասին մինչև օրս պաշտոնական որևէ հայտարարություն չի արվել։ Շրջանառվում են տարբեր վարկածներ, որոնք սակայն ենթադրությունների համատեքստում են։ Որոշները պնդում են, թե ծխախոտի կրակի պատճառով է այն առաջացել։ Լեռնային Ղարաբաղի բնակչության որոշ հատվածի շրջանում էլ կան անգամ կասկածներ, որ ադրբեջանական կողմն է կազմակերպել, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը 30 տոննա բենզին եւ 34 տոննա դիզբարելիք էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Հայկական ժամանակին սակայն որոշ նոր մանրամասներ են հայտնի դարձել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունից։ Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցներից մեկի աշխատակիցը հայտնել է, որ տրամադրվող բենզինը, որով Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է հասնեին Հայաստանի Հանրապետություն, ամենևին էլ Ադրբեջանի տված չի եղել, այլ պաշտպանության բանակի պաուստային վառելիք է։ Զրուցակցի խոսքով գործընթացը համակարգող չի եղել եւ յուրաքանչյուրն ինքն է վերցրել անհրաժեշտ քանակությամբ բենզին։ Մի քանի տեղից էր գալիս բենզինը եւ իրարանցում էր մարդիկ փորձում էին արագ վերցնել ու գնալ խուճապ կար նաեւ քանի որ ադրբեջանցիները մոտակա բարձունքներում էին նկատվում։ Այդ ժամանակ բնակիչներից մեկը դրելով էր թե ինչով փորձում էր ծակել բակը։ Դրա հետևանքով էր առաջացավ պայթյունը, պատմել է ականատեսը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին, երբ հազարավոր Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվճար դիզվառելիք էր տրամադրվում, որպեսզի նրանք սեփական մեքենաներով կարողանային հասնել Հայաստանի Հանրապետություն, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցավ ողբերգական պայթյուն, որի հետևանքով հարյուրավոր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մեղադրանքները հնչեցրել Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի հասցեին։ Ադրբեջանական կողմին դուրս չի եկել այն փաստը, որ Էմանուել Մակրոնը նրան հիշեցրել է այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Ֆրանսիայի մեղադրանքները Ադրբեջանի կողմից 150 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների օկուպացիայի մասին ծիծաղելի են թվում։ Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել եւ այն պնդումը, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերը գտնվում են, պատկանում են Հայաստանին, հակասում է որևէ տրամաբանության, նշված է ուղերձում։ Ադրբեջանի դեմ պատժամիջոցները հակարդյունավետ կլինեն, պետք է շարունակել երկխոսությունը Բաքվի հետ։ Այս մասին ՏԱՍ-ի փոխանցմամբ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ, դրանք հակարդյունավետ կլինեն եւ թույլ չեն տալ լավագույնս պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքն ու նրա բնակչությանը։ Հիմա պահանջների հստակության պարտավորությունների մասնավորապես ռազմական աջակցության ժամանակն է, որի մասին հայտարարել է Ֆրանսիան, բայց ոչ պատժամիջոցների ժամանակը, քանի որ մենք պետք է շարունակենք երկխոսությունը Ադրբեջանի հետ, ասել է նա դրանադայում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Մակրոնի խոսքով Ֆրանսիան ամեն ինչ անում է Հայաստանին աջակցելու համար, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։ Հիմա գլխավորը արցախցիների ընտանիքների հետ կապված իրավիճակն է եւ սահմանի խնդիրն է, ասել է Ֆրանսիայի ղեկավարը, հավելելով, որ անհրաժեշտ է աջակցել Հայաստանի իշխանություններին տարածաշրջանում ցանկացած ապակայունացումից խուսափելու համար։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կապրին Կորոնան էլ իր հերթին France 2 եթերում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրավիճակին վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանում։ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մասին հարցին նա պատասխանել է. Նման բան է հիշեցնում, մարդիկ ստիպված են իրենց նախնիների հողը լքել, ստիպված են դուրս գալ այնտեղից վերջին ռազմական գործողություններից հետո կամ նոր ռազմական գործողության սպառնալիքի տակ, դա ինքնակամ ելք չէ, ասել է նա։ Իրադարձությունների նկարագրման համար նախարարն օգտագործել է հանցագործություն եւ ողբերգություն բառերը։ Նախարարը վստահեցրել է, պետք է հույս ունենալ, որ տեղահանվածները կկարողանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Կորոնան հիշեցրել է Ֆրանսիան արդեն վաղուց Հայաստանի բարեկամն է եւ հանդես է գալիս նրա կողմից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին, դիվանագետը նշել է, որ այդ հարցն օրակարգում չէ։ Մենք աջակցություն ենք ցուցաբերում հայերին, հատկապես հումանիտար եւ բժշկական ոլորտներում, ասել է նա։ Կորոնայի խոսքով Ադրբեջանը պարտավոր է հարգել միջազգային իրավունքը եւ իր պարտավորությունները։ Մենք Հայաստանին աջակցում ենք նաեւ դիվանագիտորեն քաղաքական ձևով, շեշտել է նախարարը։ Եվրախորհրդարանն իր այսօր ընդունած բանաձևով պահանջել է, որ Ադրբեջանը հանձնառություն ստանձնի համարերում հայտարարելու մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը եւ դրանից հետո ձերբակալվածների, այդ թվում տարածաշրջանի նախկին պաշտոնյաների նկատմամբ։ Կառույցը պահանջել է նաեւ Ադրբեջանին պաշտպանել հայ համայնքի այն ներկայացուցիչները,
ունեցվածքը, որոնք ստիպված են եղել հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Բաքու է տեղափոխել Արցախի հանրապետության նախկին նախագահներ Պակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Այս ամենից հետո Բաքուն պնդել է, որ Երևանը հուսալի երաշխիքներ տրամադրի այսպես կոչված Զանգեզուրի միջանց քոր երթևեկության անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Մենք ընդունում ենք, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, այլ հարց է, թե ինչպես են նրանք ապահովելու այս հատվածում երթևեկության անվտանգությունը։ Մենք պնդելու ենք, որ Հայաստանը մեզ հուսալի երաշխիքներ տրամադրի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան գնացք նստած յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար, ասել է Ամիրբեկովը Վաշինգտոնում Հադսոն ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Մայքլ Դորանի եւ Լյուկ Քոֆիի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ։ Նա պնդել է, որ եթե Հայաստանը որոշի ձգձգել գործընթացը, ապա այս դեպքում կա B պլան՝ երթուղին անցնելու է Իրանով։ Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը հանդես է եկել երկկողմ հանդիպման նախաձեռնությամբ առաջարկելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը դրանատայում լրագրողների հետ զրույցում հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը նախագահ Ալիևին եւ վարչապետ Փաշինյանին հրավիրել է հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ասել է նա։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Ֆրանս 2 հեռուստաալիքի եթերում հաստատել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստիան Լեկորնի հանձնարարել է գնահատել Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու Ֆրանսիայի հնարավորությունները։ Նա հրաժարվել է նշել կոնկրետ ժամկետները եւ սպառազինության տեսակները, որոնք Փարիզը կարող է մատակարարել Երևանին։ Մենք երկխոսություն ենք վարում Երևանի հետ գնահատելու համար նրա սպառազինության կարիքները։ Սա նաեւ միջոց է խուսափելու ավելի բարդ իրավիճակից, որն այս անգամ անկասկած կհանգեցնի Եվրոպայի կամ առնվազն Ֆրանսիայի կոշտ պատժամիջոցներին, ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։ Ոչ մի երկիր այնքան ջանքեր չի գործադրում Հայաստանի եւ նրա հարևանի միջև արդար խաղաղության հասնելու համար, որքան Ֆրանսիան։ Այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։